Որ երրորդ օրն է, որ դուք այստեղ հացադուլ եք, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ենք, հարգելի հետևորդներ հիշեցնեմ, որ այստեղ մի քանի օր առաջ եւս ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի եւ մնացած մեր գերեվարվածների ակցիա տեղի ունեցավ, Բաքվի բանտում գտնվող մեր հայորդիների պաշտպանություն եւ այսօր ես իմացա, որ այստեղ նաեւ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ այսպես մի հատ ցույց տամ, ես հիմա մեր հայրենակիցներից մեկն է արդեն, որ երրորդ օրն եք հացադուլի նստել եւ ձեր պահանջը այստեղից ձեզ չեն արձագանքել որևէ կերպ չեն։ Ինձ արձագանքել են ստեղից, ճիշտն ասած, դե մոտեցավ, ոնց հասկացավ Ֆրանսուազեն տնօրենն է հանդիսանում այս պայթությամբ ՄԱԿ-ի։ Իրանք ասացին, որ նամակ են ուղղել Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի ռազմագերիներին բաց թողեն։ Բայց թե բաց կթողեն, այսինքն չեն ընդունում իրանց թուղթը լուրջ, որովհետև Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստվում է Կարմիր խաչի մեկ էլ ՄԱԿ-ի գրասենյակները փակի։ Այդ պատճառով ինձ թվում է Հայաստանի Հանրապետության ոչ մի ուժերն չեն կարող Ադրբեջանի վրա այս բանը ասել, դրա համար դիմում եմ հիմնականում գիտեք ու ինչ եմ մտածում, էլի ոնց կարելի է լինում են, չի ասենք հարցը չգիտեմ ինչքան կներեք, որ աբսուրդային թվա կներեք առաջարկս, հիմա ես հասկանում եմ, որ ոնց որ բաժանված լինենք թիմերի, մեկը կառավարության կողմից է, մեկը կառավարության դիմաց է, բայց մենք ընդհանուր խնդիր ունենք, էլի, մենք ընդհանուր Եվ ընդհանրապես մեր տղաների խնդիրը հումանիտար խնդիր է, որ չպետք է բևեռացվի այս կամ այն կողմ։ Ես էլ եմ տես կարծում, ասում լավ, չի կարող այնպես լինել, որ ասենք օրինակի համար սկսենք մեղավորներ չփնտրել մեր գեյների վերադարձի հետ կապված, ասենք կառավարությանը մի պահ չմեղադրենք, ինչքան է որ անգործությամբ զբաղվում։ Ամեն մեկն մեծ մեղավորության բաժին ունի, այլ ասեն լավ, ոնց կարանք մենք այս հարցը լուծենք։ Մտածում եմ այդ ուղղությամբ ոնց կարելի այդ հարցի շուրջ լուծում գտնել եւ ինչքան է որ մարդիկ մտածեն, որ անհավանական է, կարելի է ընդհանուր մի հատ հանդիպում կազմակերպել, ասել գիտեք ինչ կա, եղբայր, եկեք բոլոր օրինակի համար գերեվարվածների, ծնողների, անհետ կորածների, նույնիսկ ովքեր որ հետ են եկել, էլի, ասենք վերցնել մի օր, Կիրակի օր ընտրել, արևային լավ եղանակ լինի, ինչի Կիրակի, որովհետև մարդիկ դժվարությամբ են իրենց հանապազորի հացի գումարը վաստակում, որ ոչ մեկի գրպանին չկպնենք, բոլորին իրազեկենք, տեղեկացնենք, ասենք, որ մենք այս օրը ի պաշտպան, ի պահանջ, որովհետև ամենակարևորը մեր կյանքում մենք հայերս միշտ պետք է պահանջատեր լինենք, որովհետև մեր ըստ պատմության մեր ամեն ինչը դժվար է եղել մեր պատմությունը, մեծ հիշտերի մեջով ենք անցել եւ դա չպետք է մոռանանք, որ մոռանանք, որ մենք էլ չենք կարող հայ լինել։ Օգտագործել բոլոր գերեվարվածների ռեսուրսները, օրինակի համար Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի, այդ մարդիկ իրենց ռեսուրսները օգտագործելով նաև Ռուբեն Վարդանյանի ռեսուրսները, դե մենք գիտենք, որ ինքը բարերար է, այսինքն իր գործունեության ժամանակ շատ մարդկանց օգնել է, ես գիտեմ, որ տեղեկացնում են, իրազեկում են, բայց կոնկրետ քայլ չեն առաջարկում այդ որ մարդիկ անեն, մենակ լայք տալով կամ պատիլիցա անելով, ասենք չես կարող Facebook-ով գերի չես բերի, Facebook-ով հայրենիք չես։ Այդ մարդկանց օրինակ հստակ պետքա իրազեկվի, որպեսզի իրանք իմանան իրանց հետագա գործողությունները, ասեն մենք այսօր է ժամին հավաքվում ենք ի պաշտպան մեր գերեվարվածների եւ անհետ կորածների համար, որովհետեւ կարան անհետ կորածները ես հույս ունեմ, որ շատ-շատերը միանշանակ կենթանի կնեն, ուղղակի իրանք մեզի հավաստի տեղեկություն չեն տալի իրանց մասին։ Օր կազմակերպել բոլորին հավաքել այնտեղ, նույնիսկ կառավարության հետ համաձայնեցնել, ասենք գիտեք ինչ կա օրինակի համար, դա էլ եմ մտածել, որ որ խոսափող տրամադրվի, ինքը ոչ մեկին չի վարկաբեկելու կամ չի մեղադրելու, այսինքն եթե պետական կառավարությունը թույլ տա իր ռեսուրսը օգտագործել, այսինքն լինում է, չէ՞, մենք դի պարզ է, որ եթե միտեղ պետքա վարկաբեկվի կառավարությունը, աշխատակիցները տեղ չեն գնում, որովհետև գնում են հետևանքներ ունենում, այլյանք դարձնել համազգային խնդիր, դա է։ Համազգային խնդիր, այո, առաջ քաշել եւ ով որ խոսափող տրամադրվի, խոսա մենակ
Ադրբեջանի անօրինականության դեմ, որ ուժի ներկայացուցիչ ուզում է լինի, թեկուզ հասարակ շարքային քաղաքացի, օգտագործելով ամբողջից ռեսուրսը, նաև մեր սփյուռքին էլ ուժ կտան, որպեսզի իրանք էլ գործեն։ Ինչի չենք կարա մենք ընդհանուր մի հատ խնդիր ունենանք, որ ինչքան է մենք տարաձայնություններ ունենք, իրար հետ ուզենք էլի, այդ խնդիրը բոլորիս է վերաբերվում։ Ինձ թվում է կստացվի, եթե մտածում եք օրինակ կառավարությունը կբարձրաձայնի Ադրբեջանի անօրինականությունների մասին, մինչև հիմա իրենց ինչն է խանգարում, որ չեն բարձրաձայնում։ Ինձ թվում է մինչև հիմա որ չեն բարձրաձայնում, դա ճնշումն է Ադրբեջանի կողմից։ Ասում էին չենք բարձրաձայնում, որ այնտեղ տղաները չխոշտանգվեն, բայց մենք տեսնում ենք, որ ի վերջո ուժն է կարևոր։ Ուժն ու պայքարն է կարևոր, եթե ուղղակի սենց ասեմ են կկվի պատմություն կա, չէ, այ դու կկու հիմար կկու, քանի ձու ունես, դու տենց որ հա տանկ, դրան վատ մեզ ապագա է սպասվում, չէ, պետքա մենք ընդամենը մի գաղափարի շուրջ հավաքվենք, համացակվենք, չպետք է մենք վախենանք, որովհետև պայտակ մեզի, որ նկարները գցում են խոշտանգված, մենք միանշանակ չենք վախենում։ Ամեն ինչն է մեր համար է, դժվարություններն է, խոշտանգումներն է, այդ ամեն ինչի միջով մենք հազարամյակներ շարունակ անցել ենք, բայց մենք այսօրվա օրով գոյատևում ենք, ունենք մեր Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի լինի եւ շարունակի գործել Հայաստանի Հանրապետությունը, մեզ պետք է մի գաղափարի շուրջ հավաքվել։ Հիմա ինքը նենց նեյտրալ հարց է, որ ոչ կպնում է կառավարությանը, ոչ կպնում է ընդդիմությանը, ոչ է կպնում է հասարակ ժողովրդին, ովքեր ոչ են կողմ են նայում, ոչ էս կողմ են նայում։ Ընդհանրապես ինձ թվում է երևի այդ վերնախավը պետք է իր այդ նստեն խոսեն, ասեն մենք մի սպային դրությամբ մոռանանք մեր տարաձայնությունները, հիմա մեր խնդիրը համար մեկ մեր տղերքին հետ բերելն է։ Եկեք հասկանանք ոնց ենք անում, մենք բոլորս մեր ռեսուրսները դնենք եւ անենք։ Իմ շատը գիտեք ոնց ես որ այստեղ նստած եմ, բոլորին փորձում եմ այդ հասցնեմ։ Օրինակի համար ես գիտեմ, որ Ռուբեն Վարդանյանը Աֆրիկայի ինչ-որ ժողովրդին ջրով է օգնել, ջրի հարց է լուծել իրանց համար, ինչի՞ չէ, նաև թող իրենց տեղեկացնեն այդ հավաքույթի ժամանակ այդ ովքեր որ պետք է հավաքվեն, թող իրանք մասնակի, ասենք օրինակ իրանց աջակցությունը նկարներով հավաքվեն Աֆրիկայի երկրում ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի, եթե այդ օրը որտեղ որ մենք պետք է հավաքվենք, թող իրանք էլ հավաքվեն։ Ես просто խնդրում եմ, բայց ես կարծում եմ, որ դա պետք է լինի ոչ միայն աջակցություն Ռուբեն Վարդանյանի, այլ աջակցություն բոլոր հայրենիների, ովքեր որ գտնվում են Բաքվի բանտերում։ Միանշանակ, բայց կոնկրետ ինչի՞ Այո, իհարկե Ռուբեն Վարդանյանն այսօր հացադուլ է հայտարարել այսօրվա իր զայնագրությունը շատերիս մոտ այսպես ալեկոծություն առաջացրեց, բայց այնուամենայնիվ մենք մնացածի մասին չգիտենք, նույն ձեր թվարկած Գոր Սուջյանին մենք չգիտենք, օրինակ խոշտանգվում է, Գևորգ Սուջյանի մասին անցածությամբ ես ասել եմ, որովհետև Գևորգ Սուջյանին, եթե չեմ սխալվում, Վարդենից Գորիս ճանապարհին ոնց որ բռնեցին, չէ՞, Վարդենից Գորիս եւ մի խոսքը, բայց պատերազմից հետո եթե չեմ սխալվում 15 կամ ցմահ են տվել նախորդ լրագրողին ես որ ասում եմ, ասացի ինքն է նստած, այսինքն մեր պահանջն է, որ Հակի Խաչատրյան, որին Կարմիր խաչից հետ բերեցին եւ ինչու՞ չէ դուք եք վստահ, ես էլ առավելքան վստահ եմ, որ մեր անհետ համարվող տղաների մի մասը Բաքվի բանտերում է։ Ես դրան հավատում եմ։ Ոչ թե այստեղ վերադարձը այս պայթությամբ ովքեր որ դատավարություն են անցնում, այլ բոլոր հայերի, ովքեր որ գտնվում են այնտեղ։ Ես դրա համար եմ ասում, մեր պահանջը պետքա ձևակերպված լինի բոլորի մասով։ Բոլորի միանշանակ հայ ռազմագերիների վերադարձը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ Ռուբեն Վարդանյանին անձամբ ճանաչել եք։ Չէ։ Ես ոչ մեկին էլ անձամբ չեմ ճանաչել։ Քաղաքական որևէ թևի հարում եք։ Ոչ։ Անհատապես անհատ եք։ Անհատ։ Ոչ անտարբեր մարդ է։ Մենք պետք է նախ Իսկ այստեղ որ ձեզ ասել եմ, որ դիմել ենք Բաքվին, ՄԱԿ-ից դիմել են Բաքվին, դիմել են բոլորի մասով, թե ինչ են ձեզ տեղեկացրել։ Ինձ տեղեկացրել են, չնայած մեր արտաքին գործերի նախարարությունն էր ինքը տեղեկացրել լրատվական միջոցով, որպեսզի վերջ դրվի ռազմագերիների խոշտանգումները եւ ազատ արձակվեն։ Բոլորի, այսինքն, որովհետեւ կոնվենցիա կա, խոշտանգումների նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ կոնվենցիա ունեն, պետք է
դա ՄԱԿ-ի հանձնաժողովն է կազմում է, այսինքն նույնն է, ոնց որ իրանք պետք է պարտադրեն, եթե ՄԱԿ-ի անդամը համարվում Ադրբեջանը, բայց ոնց հասկանում ենք Ադրբեջանը ոնց որ չուզում ՄԱԿ-ի անդամ հանդիսանա, շատ բաներ իրանց մոտ փոխվելու է միանշանակ դեպի վատը։ Մենք պետք է պայքարենք, որ ինչքան հայ կա Ադրբեջանում, ովքեր որ հալածում են, ովքեր որ դատապարտված են, բոլորը հետ կան անխտիր, առանց որևէ մի հոգի։ Մենք խաղաղության օրակարգ ենք, ասենց ասած, թելադրում, մենք ես չէ, կառավարությունը։ Մենք չենք թելադրում, մենք գնում ենք դրա։ Հա, ճիշտ եք ասում։ Մենք գնում ենք խաղաղության, այսինքն միտեղ այն մյուս կողմը չի ուզում, մենք ասում ենք մենք խաղաղության, մի դրա ապացույցներ, որ 7-8 հոգու մենք բռնեցինք, հետ տվեցինք, 2 մարդասպանի, ովքեր 90-ականից բռնված են, հետ տվեցինք, բայց այստեղ մի հատ ուրիշ խնդիրը կա, ասում են գերին գերու դիմաց, այդպես հասկացողություն կա, բացի դրանից Եռակողմ հայտարարության մեջ եկար, որպեսզի, եթե չեմ սխալվում, որ պետք է գեյների վերադարձը անպայման լինի, ոչ թե գեյներին բռնեն ու մանիպուլացնեն։ Նույնն է, պատկերացրեք, որ Մինսկի խումբը, որ գալիս էր Արցախ, հետո գնում էր Ադրբեջան, չէ՞։ Եթե չեմ սխալվում, դաժե դրոշներով գալիս էին Արցախ, դիմավորում էին, նույն Բակո Սահակյանը, նույն Արկադի Ղուկասյանը ու գնում էին։ Բայց Նիկոլ Փաշինյանը իր գրառումներից մեկում գրեց, որ Մինսկի խումբը իմ համար լուծարված է։ Ես չգիտեմ ինքը ինչ է գրել, բայց ես շարունակեմ միտքս, ու այդ մարդիկ Արցախից գնում էին Ադրբեջան։ Հիմա հարց, այդ մարդիկ գալիս են տերորիստների տենում նոր էին գնում։ Այդտենց ոնց կլինի, այսինքն իրանք տերորիստներից համագործակցում են, ովքեր որ եկել են, սենց ասած, Արցախով անցել են Ադրբեջան։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այսօր մի բան ասում է, վաղը ուրիշ բան ասում, ես այդ մարդուց գլուխ չեմ հանում։ Տեսեք, դուք իհարկե շատ լավ առաջարկ եք անում եւ ընդհանրապես մեր բոլոր ցավոտ խնդիրները պետք է համազգային լուծում ստանան, համահայկական լուծում պիտի ստանան, բայց տեսեք, այս մարդիկ ասում են մենք պետք է իմանանք Ռուբեն Վարդանյանին ով էր ուղարկել այնտեղ։ Այս օրերին, երբ որ խոշտանգվում է Ռուբեն Վարդանյանը, ազգային ժողովի խոսնակ ասում է պետք է իմանանք նրան ով էր ուղարկել այնտեղ։ Նույն կերպ խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը որոշակի ժամանակ առաջ։ Դուք մտածում եք, որ մենք իրենց հետ կկարողանանք այսպես նույն մակարդակի վրա այս հարցը բարձրացնենք։ Նույն մակարդակի թեկուզ եւ առանց այո իրենց մեղադրելու թեկուզ եւ այլն հիմա այս պահին Ռուբեն Վարդանյանը իրենց չի մեղադրում նա Բաքվի բանտում է բայց այս մարդիկ անհանգիստ են ասում են պիտի իմանանք իրեն ով է ուղարկել նույն մակարդակի վրա չենք կարող չի ստացվի նույն մակարդակի վրա բայց նույն ուղղությամբ կարանք աշխատենք։ Հիմա եթե իրանք կարծում են, որ երբ որ մեկը հրաժարվում է իր քաղաքացիությունից, անում է դա ազգասիրությունից, հայրենասիրությունից դրդված, ինչ-որ մի քայլ, հրաժարվում է շատ բաներից, այսինքն մի հանգիստ կյանքից, իապահով կյանքից, իր ունեցվածքից եւ գնում է միտեղ, որտեղ որ խառնաշփոթ է տիրում ու շատ դժվար փորձություններ, դա իր ընտրությունն է։ Չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանյանը այնպիսի անձնավորություն է, որ իրան պետք է ուղարկեն, որովհետև որ բնութագիրը կարդում հասկանում եմ, որ ինքը կողմնորոշված մարդ է, գիտի ինքը ինչ է ուզում։ Դժվար իրան ուղարկածն են, ես չեմ հավատում, հետո տենց հավատացեք, տենց ես չեմ էլ մտածում, որովհետև իմ պատկերացումներն ու մոտեցումները թույլ չեն տալի, որ ես տենց մտածեմ։ Եթե մեկը մի բան անում է, ինչ պետք է ուղարկած լինեն, ինձ իմ կյանքում ոչ մեկ ինձ չի ուղարկել ստեղ կամ ընդեղ։ Ես որ ստեղ եմ, այսօր ընտանիքիցս առանձին եմ, դա իմ սեփական որոշումն է, ես ներողություն խնդրել եմ իմ ընտանիքից, բայց ասել եմ ես այլ կերպ չեմ կարող, որովհետև ես գտնում եմ, որ իմ պայքարի միջոցը էս է։ Մեկը պետք է ասի օրինակի համար հետաքրքիր է Լևիկին ով է ուղարկել, այդպես մտածողը ուրեմն ինքը մի քիչ է մտածում, քիչ է հասկանում, կամ էլ իրան միշտ միտեղ ուղարկում են, ինքը մտածում է, որ իրան ուղարկում են, ուրեմն մարդուն են ուղարկում։ Չի պատկերացնում, որ մարդ կարա ինքն իրան մի բան որոշի ու ինքը անի։ Դուք
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ եք հացադուլ հայտարարել, ակնկալելով, որ իրենք կկարողանան ճնշում գործադրել, թե ուղղակի պատահական վայրը ընտրել եք հենց այստեղ։ Եվ ձեզ ընդունելություն եղել է ձեր հետ։ Ձեզ ընդունել են, թե ուղղակի բանավոր փոխանցել են ձեզ։ Չէ, բանավոր փոխանցել են ինչի ՄԱԿ-ի գրասենյակի դեմ, որովհետև ես միջազգային կառույցներ եմ ընտրել, որտեղ որ կարելի է իմ անհամաձայնությունը հայտնել, ուշադրությունը գրավել։ Ստեղից հետո ես որոշել եմ, որ գնամ Ռուսաստանի դեսպանատան դեմը, մոտակա օրս կարող է վաղ լինի կամ մյուս օրը լինի։ Մենք պետք է համատարած աշխատենք, պատկերացնում եք, ոնց ասենք օրինակի համար Սարդոստանը հուսում, չէ՞, Սարդը։ Մենք ամեն մեկս պետք է ամեն մի կառույցի դեմ պահանջ ներկայացնենք։ Մեր Հայաստանը փոքր երկիր է։ Մենք շատ քիչ լծակներ ունենք ճնշում գործադրելու, բայց եվրոպական երկրներում, Ամերիկայում, Ռուսաստանում, Բելարուսիայում, չգիտեմ, որտեղ որ հայությունը մեծամասնությունն է, իրանք կարող են նույն ձև իրանց ակցիաները, բողոքի ալիքները, հացադուլները բարձրացնել Ադրբեջանի, կոնկրետ Ադրբեջանի դեսպանատան դեմը։ Այսինքն մենք պետք է պահանջատեր լինենք, մենք միջոցներ գտնենք, որպեսզի հանրությունը նախ ամենաառաջինը լուրջ ուշադրություն դարձնի, հետո միտեղ հաշվի նստի, որովհետև սա անօրինականություն է, թե սկսած այդ դատավարությունից վերջացած խոշտանգումներից մեր ռազմագերիների։ Ամբողջ ցանկացած պետություն, որտեղ կա հայ, իրանք պետք է հասկանան, որ իրանց անդորն է կարող հանգարվի։ Նույնն է, այս վերջերս ասեցին, մենք վտանգ ունենք էսկալացիայի, հիմա լավ, մենք փոքր ժողովուրդ ենք, 1.5 միլիոն, մենք հասկանում ենք, որ Ադրբեջան, որ ասում ենք, մենակ Ադրբեջան չի, Թուրքիան է կա, եւ ֆիզիկապես էլ մենք այդքան պատրաստ չենք պատերազմի, որովհետեւ դա փաստ է։ Դրա համար բոլորը պետք է իմանան, եթե հանկարծ լինի էսկալացիա, այդ էսկալացիան մենակ Հայաստանի փոքր հանրապետության վրա չի ազդելու, այդ նույն պատերազմը, որ մեր հետ է, երկրագնդում ինչքան հայ ապրող կա, այդ երկրներում, այդ նույնը լինելու, արդեն համատարած է լինելու, այսինքն որտեղ տենանք, այնտեղ տենանք, այսինքն ադրբեջանցին ու հայ, եթե ինչ-որ մի հատ այլ երկրում կարող են մի այդ բարևեն ոնց էս օրինակի համար ունենան ընդհանուր գործ բիզնես, դա էլ չի լինելու։ Այսինքն այդ ճնշումը, այդ ռիսկը, այդ դիսցիպլինայի խախտումը ինձ թվում է բոլոր երկրները պետք է իրանց վրա զգան, որ միջամտեն ասեն լավ, հիմա այս փոքր պետությունից ինչ եք ուզում։ Հիմա լավ 1.5-ն ինչ թողենք մեզի կոտորենք, ոչ մենք պետք է լինենք պահանջատեր, չհանձնվենք մեկս մյուսի հույսով, մենք փառք Աստծո լավ սփյուռք ունենք, ուժեղ սփյուռք ունենք, ես վստահ եմ, որ մեր սփյուռքը մեզի ամեն ինչով մեզի աջակցում է, որտեղ մեր սփյուռքից է կախված այսօրվա մեր գոյատևումը այստեղ Հայաստանում։ Շնորհակալ եմ ձեզ, պինդ կացեք։ Մերսի։